Ողջույն շատ սիրելի մեծ ու փոքր հետևորդներ, այսօր անցնելու ենք նոր հնչյուն տառ, այսօրվա նոր հնչյուն տառն է բն, ուշադիր նայելով տեսնում ենք նկար, նկարում պատկերված է բուն գիշերային կենդանի է, նաև գիշատիչ է, բուն արթնանում է գիշերը և դուրս է գալիս որսի, սնվում է մկներով, ճագարներով, բ տպագիր մեծատառ, բ տպագիր փոքրատառ, բն ակնհայտ ձևով երևում է, որ բաղաձայն է, ինչքան էլ ցանկանաս բն երկարացնել, չի երկարում, միայն ը ձայնավորի շնորհիվ է, որ երկար է արտասանում, նկարում պատկերված է բուրգ, բադիկ, բաբկեն, բելա, տվյալ բառերը գրվում են բ տառով և հնչում են բ հնչյունով, բելա, բաբկեն, դրանք հատուկ անուններ են, այսինքն մարդու անուններ են, որոնք գրվում են մեծատառով, Բելարուսիա, տեղանուններ, Բրուսել, Բելգիա, նույնպես տեղանուններ են և գրվում են մեծատառով, Բերդ, Բերդաքաղաք, Տավուշի մարզում է գտնվում Բերդը, ասենք բառեր, որտեղ բ հնչյունը կգրվի բառամիջում, ինչպիսիք են տաբատ, բամբակ, ատամնաբույժ, բառերը թամբ, կաղամբ, բառերում բ հնչյունը գրվում է բառավերջում, իդեպ երեխաների սիրած լաբուբու բառում նույնպես բ հնչյուն կա, նկարում պատկերված է բույն, բալ և բաճկոն, որոշ բառերով կազմենք բառակապակցություն, կապույտ, տաբատ, շագանակագույն, բաճկոն, իդեպ թամբը դա հատուկ նախատեսված է ձիավարության համար, որպեսզի ձիավարողը ավելի հարմարավետ զգա իրեն ձիու մեջքին, ձին թամբել նշանակում է այս հատուկ հարմարանքը կապել ձիու վրա, բաճկոն, շագանակագույն բաճկոն, բառակապակցությունը դարձնենք նախադասություն, Բաբկենը հագել էր շագանակագույն բաճկոն, տեսնենք նկար պատմությունը, նկարում պատկերված են Բելլան և Բաբկենը, հորինենք պատմություն բույն, բելա, բաբկեն, գեղեցիկ թռչնաբույն բառերով, աշխատանքի ուսուցիչը Բելլային և Բաբկենին հանձնարարել էր պատրաստել տնակներ ճնճղուկների համար, Բաբկենը կապել էր գոգնոց, ուներ աշխատանքային գործիքներ, մուրճ, սղոց, պտուտակահան, Բելլան հագել էր կարմիր տաբատ և գունավոր ներկերով ներկում էր արդեն Բաբկենի պատրաստած բույները, նրանք որոշում էին, որ գարնանը այդ բները կկախեն ծառերի վրա, քանի որ գարնանը չվող թռչունները հետ էին գալու և նրանց բույն էր հարկավոր նոր ընտանիքներ կազմելու և ձվադրման համար, բույն, բելա, բաբկեն, գեղեցիկ թռչնաբույն բառերը օգտագործեցինք մեր պատմությունը հորինելու համար, ահա տեսնում եք գեղեցիկ հոլովակը, որտեղ նրանք համաձայնության եկան, կազմիր բառեր, բուժել, բազմոց, բամբակ, ես գիտեմ, որ դուք շատ անգամ խաղացել եք այս խաղը և գիտեք, թե որ նկարը որ նկարի շարունակությունն է, բաժակ, բամբակ, բացել, բազմոց, կարդանք աստղաբույր ստեղծագործությունը, աստղերի խմբին անվանում ենք աստղաբույլեր,
Աստղաբույլ, երկնքում բազմաթիվ աստղեր կան։ Աստղերի խումբը կոչվում է բույլ կամ աստղաբույլ։ Նրանք փայլում են գիշերային երկնքում։ Փորձենք կարդալ աստղաբույլը վանկերով կամ տառակապակցություններով։ Տղա-բույլ, դա եղավ տառակապակցություններով։ Երկնքում կամ վանկերով կարդացեք։ Վանկերով կամ տառակապակցություններով կարդալը օգնում է երեխաներին երկար բառերը շուտ ընկալելու և արտասանելու։ Նախ բարձրաձայն կարդացեք դուք, սիրելի ծնողներ, թող երեխան լսի, այնուհետև նրա հետ միասին ևս մեկ անգամ բարձրաձայն կարդացեք, հետո թող երեխան կարդա տառակապակցություններով կամ վանկերով և ասի վերջնական բառը, ինչ որ ստացվեց։ Այդպես կհեշտացնենք նրա կարդալու ունակությունը։ Եթե նախկինում իմ վիդեոները, հոլովակները դիտել եք, հիշում եք, որ երբ նոր էինք սկսել տառերը ուսուցանել, ես նոր բաղաձայն հնչյունը կապում էի ձայնավորի հետ և այդպես տառակապակցություններ կազմելով, բաց և փակ վանք կազմելով կարդում էինք նոր հնչյուն տառը։ Եթե երեխան դժվարանում է հիշել բառը, նոր հնչյուն տառով սկսվող, կարող եք այդ վարժությունը կատարել, ինչպիսիք են բու, բա, բի, բո, բե, դրանք բաց վանկերն էին, որոնք վերջանում էին ձայնավոր հնչյունով, և փակ վանկեր, ինչպիսիք էին ափ, իփ, էփ, օփ, այդպիսի վարժանքները նույնպես օգնում են երեխային արագ ընկալել և միանգամից կարդալ վանկը, այլ ոչ թե տառ, քանի որ արդեն պիտի երեխան դասարանում կարդա միանգամից բառը, մտքում կարդա, այնուհետև արտասանի։ Ուշադիր նայենք, մեր ստեղծագործությունը կազմված էր 3 նախադասություններից։ Երկնքում բազմաթիվ աստղեր կային 1, աստղերի խումբը կոչվում է բույլ կամ աստղաբույլ 2, նրանք փայլում են գիշերային երկնքում 3։ Կետադրական նշաններից միայն վերջակետներ։ Կազմենք նախադասություններ։ Որպեսզի հեշտ լինի կազմել նախադասությունը, նախ կկազմենք բառակապակցություն։ Սպիտակ բամբակ կամ բամբակյա կտոր։ Բամբակ բույս է կամ սպիտակ բամբակը շատ փափուկ էր։ Ոսկե բանալի, կազմենք նախադասություն։ Բուրատինոն ոսկե բանալիով բացեց թատրոնի դուռը։ Կարմիր բազուկ, կարմիր բազուկը շատ քաղցր և օգտակար բանջարեղեն է։ Այսքանը, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ